Բարև ժողովուրդ ջան, արևային ակնոցներ դրեցի, մուքագույնը մի քիչ ինձ անսովոր է, բայց դե արևը աչքերս կկոծում եմ, դրա համար ստիպված այս մուք գույները դրեցի, մտածում եմ բաց գույները կգտնեմ դնեմ, բայց վերև էի բարձրացրել, էլ ժամանակ չունեի վերև բարձրանալու, ասի ոչինչ սրանք դնեմ։ Մի քիչ ոնց որ ինձ խանգարի, նեղի, բայց դե այսպես գոնե աչքերս չեմ կկոծում։ Հիմա ուզում եմ արագ գնամ հայնեմ, Աշոտի տաբատը տանեմ փոխեմ, եթե լինի մեծ չափսի, եթե չլինի արագ կնայեմ ինչ հարմար բան կա կվերցնեմ, եթե դա էլ չլինի ուրեմն ստիպված ետ կտամ, ամբողջությամբ ետ կտամ ու գումարը ետ կվերցնեմ։ Պետք է գնանք ռուսական խանութ, դրա համար այսպես շտապում եմ, մազերս լվանալուց հետո ուղղակի մի քիչ բիգուձի արեցի, թողել եմ ինքը իրան չորանա, այսպես մի քիչ իբր ձև եմ տվել, ամեն դեպքում չհավաքեցի։ Հիմա ուզում եմ արագ գնամ ահագին շոկ հա, 22-23 աստիճան, կեսօրին ավելի շոկ կլինի։ Դուրս եկա հարևանուս հանդիպեցի, հունգարացի ազգությամբ, լավ աղջկա։ Ահագին զրուցեցինք, մեր հարևանությունը դրանից եկող չի անցնում։ Դե աշխատում ենք համ ես, համ ինքը, համ էլ այդպես հայավարի հարևանություն չեն անում, չեն կանի, բնականաբար ամուսինն էլ թուրք է, բայց էլի սիրալիր այդպես պատահել է, որ այն ժամանակ, որ շինարարություն ենք անում, ասենք տեսել է, որ տախտակ բան ենք իջացնում մեքենայից, օգնել է։ Այդպես ահագին զրուցեցինք, երկուս էլ դժգոհեցինք այս քաղաքից, ու ասում է ես սիրում եմ, որ հանգիստ տեղ ապրեմ, մարդկանցից հեռու, ասում եմ ես էլ եմ այդպես սիրում, դե բայց դե հանգիստ տեղը գյուղերում է, գյուղերում էլ տները ահագին թանկ են, տատիկը թորնիկին հանել դրսում քնասնում է սայլակով, թորներս մեծանում են տատիկից հեռու, ես այդ հաճույքից զրկված եմ, տանեմ փոխեմ վերջացնեմ դրանից, ետ դառնալուց ակցիոնի դիմացով եմ անցնելու, եթե տեսնեմ ոնց կստացվի, եթե շատ ուշ չլինի, մի քանի բան եմ ցուցակ գրել ակցիոնից վերցնելու, կմտնեմ վերցնեմ։ Մեր խանութում հագուստ բանը փոխելու համար մի ամիս ժամանակ կա, բայց այս խանութում չեմ էլ նայել երևի 2 շաբաթ, բայց չեմ նայել, որովհետև օնլայն էր կտրոնը, շատ խանութներում հիմա կտրոնները օնլայն են տալիս, թղթով չեն տպում տալիս, բայց կարծում եմ 2 շաբաթ է, տանեմ ոնց որ QR կոդով պետք է ինքը սկանանի, տեսնի, որ իրոք իրանց խանութից եմ գնել, նոր փոխի, բայց հաստատ 2 շաբաթը չի անցել, որովհետև Աշոտի ծնունդից մի 2 օր առաջ ենք գնել։ Մեքենայով հեչ հարմար չի կենտրոն գնալը, 1500 մետր պետք է գնանք, բայց ոտքով, իսկ եթե մեքենայով գնանք, մի 4-5 կիլոմետր գնալու ենք ու հետ էլ պարկինգը վճարենք, բայց հարցը հիմա պարկինգը չէր, որովհետև մի 2 եվրո էր կազմելու, հարցը ուղղակի անտեղի այդքան բանա չէ, ստրես է, նյարդայնացնում է, անընդհատ մեքենաները շատ ու անընդհատ պետք է ուշադիր լինես, լարված լինես, դրա համար ոտքով եմ գնում, գնամ գամ մինչև Աշոտը մի քիչ նորությունները կլսի ու կգնանք ռուսական խանութ, գնանք տեսնենք այս անգամ ինչ եմ սպասվում, որովհետև ամեն գնալուց ասում ենք շատ են թանկացնում էլ չեն կա, բայց էլի գնում ենք։ Այսօր ուրբաթ է ու շշերը դուրս տնելու օրներ, այսինքն աղբահանություն շշերն էին հավաքում այսօր, ամսվա մեջ մի անգամ են հավաքում շշերը, մի անգամ թուղթը, իսկ խառը, աղբն ու պլաստիկը ամիսը 2 անգամ դուրս ենք դրել շշերը, բայց առողջություն չեն տանում էլի, մի ժամանակ պարտադիր լվացնում նոր էի դնում, հիմա էլ շատ ժամանակ չեմ էլ հասցնում, դատարկվում ամանը, հենց այդպես դնում եմ դուրս, չգիտեմ լավ եմ անում, թե վատ, լավ չեմ անում երևի, բայց նկատում եմ, որ շատերը չեն էլ լվացնում, երևի իրանց պարագայում
ջուրը խնայելու համար, բայց ես անկեղծորեն եթե հասցնում եմ լավ ասում եմ, եթե չեմ հասցնում հենց այդպես էլ դնում եմ դուրս։ Ահագին շոկ է, կարելի էր կարճատ է հագնվել։ Նախանցած վլոգում ասեցի արձակուրդ է, բայց չես սխալվում էի, ոչ թե արձակուրդ էր, այլ գործադուլի պատճառով դպրոցներից շատերը չէին աշխատում, փակ էին, դրա համար էին երեխաները դրսում, իսկ արձակուրդները սկսվում են եկող շաբաթվանից, Զատիկի արձակուրդները 2 շաբաթով։ Հիմա ուղղակի դպրոցը վերջացել է, դրա համար շատ երեխաներ կան փողոցներում, ավելի փոքր երեխաների ծնողներն են տանում, մի քիչ ավելի միջին հասակի, միջին դպրոցի երեխաները, շատերը մենակ են գնում։ Անվտանգության առումով ծնողները վերցնում են իհարկե, վերջերս երեխաներ էին կորել, Հոլանդիայից էին գտել երեխաներ։ Շոկ է, ժողովուրդը դրսում են։ Լավ, այսօր բաց է։ Գնամարակ նայեմ ու դուրս կամ ուրիշ բան չեմ նայելու, ժամանակ չկա, շուտը սպասում եմ։ Այ լավ է, կա։ Էս ինչքան մարդ կա, անցնելու ճանապարհ չկա։ Փոխեցի, լավ էր, կար ճիշտ չափը վերցրի, հետը սև գույնն էլ կախած կար, դասական այդպես շալվար էր։ Ասեցի, տեսեմ, եթե դա էլ բանը, նույն գինը 22 եվրո էր, ասի տեսեմ, եթե դա էլ սեղճվել, դա էլ կվերցնեմ, բայց չէ, դա սեղճված չէր, արժեր 60 եվրո, ու այդպես շտապ պետք էլ չէր, դրա համար է թողեցի, աշխատողը, չգիտեմ ինչ ազգեր, մեկ ասեցի ռուսերեն խոսամ հետը, ինձ թված ռուս է, բայց հետո էլ բան չարեցի, այսպես իմ հետ չէր եղել, որ այսպես արևը ոնց որ վրաս ազդի, լույսը ոնց որ ինքան ուժեղ լինի, աչքիս են կկոցում էի, ճիշտ էր վերցնելը, դնում եք դուք արևային ակնոցներ, արդեն ակցիոնի մոտ եմ հասնում, բայց երևի չեմ մտնի, որովհետև իրոք ժամանակ չկա, մնա ակցիոն առանձին կգամ, կարող է 2 շաբթի գամ, մի քանի բան պետք էր, հետաքրքիր էր չէ, որ են բաճկոն աշոտին դուրս չեր եկել, գույնը շատ սիրուն էր, վերնաշապիկը բաճկոնից մի քիչ բաց երանգի էր, վերնաշապիկը հավանեց, բաճկոնը չի, ասում գույնը դուրս չի գալիս, ասում եմ գոնե ասա գրպանները դուրս չեն գալիս, ասում չէ գույնը դուրս չի գալիս, ինչև է, իդեպ ինքը շատ լավ ճաշակ ունի, հիմա չգիտեմ, սրտով չէր, ամեն դեպքում, կարևորը տապատը փոխեցի, կկարճացնեմ կհագնի, շոկին բաճկոններով մարդիկ էլ կան փողոցում, երև շուտ են տնից դուրս եկել ու տեղյակ չեն ինչ եղանակ է դրսում, ոնց որ մեր աշխատողները ժամը 6-ին են գործը սկսում կամ 7-ին հաս բաճկոններով են գալիս, կեսօրին, որ մենք այսպես թեթև հագնված գնում ենք, ասում են ցուրտ չի դրսում, ասում են չէ, լավ տաք է, շշերը տարել են, արդեն ամանները դատարկ են, այս թվերում ակնոցները հանեմ, մի տեսակ բան եմ զգում, երբ որ մարդկանց հետ խոսալուց արևային ակնոցներով են խոսում, հետնել մուկ գույնի ակնոցներով ու չեն, այսպես չեն, աչքերը չի երևում էլի, մի քիչ համարում եմ, չգիտեմ, ինձ թվում է մի քիչ լավ չի այդպես, դրա համար, հիմա արևի տակ էլ ստիպված էի դրել, ես գիտեք, ասել եմ, որ մուկ ակնոցներ առավել ևս չեմ սիրում դնեմ, իսկական ծով գնալու եղանակ է, բայց այսօր չի ստացվի, քանի որ որոշել ենք ռուսական խանութ գնանք, պլանները արդեն կան այսօրվա, ոչինչ, ամառ է գալիս արդեն կգնանք, հիմա տեսնում եք այսօր, որ այսպես շոկ է, անդադ ասում եմ ամառ է գալիս, բայց երևի անձրևներ կսկսվեն, այսպես երկար չի լինի, այսպես եղանակը երկար չի շարունակվի, ծովի սեզոնը շուտով կսկսվի ու կգնանք, հիմա ծովից ահագին հեռուացել ենք, բայց կգնանք էլի մի քանի անգամ։ Ես այդպես առանձնապես ծովի սիրահար չեմ, ասենք արձակուրդին էլ, այնպես չի որ կուզենայի անպայման ծով գնայի, բայց պետք է գնալ, որ մի քիչ արևահարվենք, մի քիչ զուտ առողջության համար։ Քանի որ արդեն արձակուրդներս հաստատվել են, արձակուրդի սորերը, մտածում եմ պետք է նայել, ուր կարելի է գնալ։ Երկար չէ, թեկուզ մի այդպես մի քանի օրով
Մազերս էսի շտարան, կամուս լրիվ կանդվեց, պետք էր երևի հավաքել, բայց մոտս հավաքելու բան չկա, լավ, շատ ուշադրություն մի դարձրեք, ժողովուրդ ջան, պետք է նայեմ, ուր կարելի է գնալ հանգստանալու, մոտիկ, կուզենայի, այստեղ բանում Հոլանդիայում մի սիրուն տեղ կա կակաշների ոնց որ պարտեզ կակաշներ, որտեղ շատ այդպես տուրիստներ են գնում, այդտեղ կուզենայի գնայի, տեղը դեռ հստակ չգիտեմ, պետք է իմանամ, կուզենայի մի 2-3 օր Գերմանիա գնալ ու Ֆրանսիա։ Պետք է նայեմ, որ նախապես ամրագրեմ տեղերը, մտածում եմ մեքենայով չի ուզենա, որ գնայինք, իհարկե շուտը կողմնակից է մեքենայով ճամփորդելուն ես չէ, այդպես անհանգիստ եմ լինում, կարելի է անգամ ավտոբուսներով կամ գնացքով։ Այստեղ շատ կան տներ, որ տերերը մահացել են, ասենք ծերեր են եղել, մահացել են, երևի կամ ժառանգ չեն ունեցել, կամ չեն ուզել տունը թողնեն իրանց երեխաներին, ու այդպես տները փակ մնում են, հետո անցնում են պետությանը, պետությունն էլ վերցնում է, իր համար վերանորոգում է, կամ վաճառում է, կամ ինչ ուզում անում է, կամ վարձով է տալիս, այստեղ շատ են սոցիալական տները, որպես սոցիալական տուն, օրինակ վերանորոգում են, որպես սոցիալական տուն վարձով են տալիս, ավելի էժան են, այդ սոցիալական տները ավելի էժան են, նախկինում 350-400 եվրո, հիմա կարող է մի քիչ բարձրացել է գները, ամեն դեպքում ավելի ձեռ է տալիս սոցիալ տունը, ինչ որ հեշտ չի ձեռք բերել էլի, պետք է դրա համար էլ հերթագրվեն, ու պետք է իրանց եկամուտը բարձր չլինի։ Այս ծառերն եմ ուզում ցույց տամ, նայեք ինչ սիրուն սարքել են։ Ընդհանրապես չունեն կանաչ ճյուղեր, բայց շատ սիրուն է էլի, պար եմ բռնել, ծառերի քոչարին է, հարցրել եք ռուսական ալիքը, ոնց կարակ գտնեք, բաժանորդագրվել, նոր ալիք է, ես էլ գիտեք դե ռուսերենս այդքան բան չի, ամեն դեպքում փորձում եմ, այնտեղ էլ ահագին աշխատանք եմ տանում, անչափ շնորհակալ եմ, որ այդքան ուշադիր եք, սիրելիներս, տեսա, որ բաժանորդագրվել եք, շատ շնորհակալ եմ, դուք էլ եք այդպես անում, ոնց կարող է կինը անցնի, ինչ որտեղ հնարավոր լինի իրան նայել ու չնայի հայելի կամ ապակի, այդպես նայում եմ ու արդեն այդ լավ մոտիվացիա է հենց պարապելու համար, որ մարզվենք, պարապենք, նիհարենք։ Որոշեցինք գնանք ռուսական խանութ, Գենտում է խանութը, ահագին գնալու ենք, երեմի 35-40 կիլոմետրի չափով, բայց շուտ-շուտ չենք գնում, նախկինում շուտ-շուտ էինք գնում, որ մոտ էինք ապրում, հետո որ տեղափոխվեցինք այս քաղաք, ալս տեղափոխվեցինք, արդեն այդպես շուտ-շուտ չենք գնում, Բրուսելում էլ կարծեմ կա, բայց չգիտեմ, արդեն սովորել ենք, միշտ գնում ենք Գենտի խանութ, այդպես արև, անուր, շատ լավ եղանակ է, գարնանը ամառային ես կասեի եղանակ է, մարդիկ արդեն կիսաթև, շորտերով, այսպես, ես իհարկե երկար թևով եմ, անգամ հետը ժակետ եմ վերցրել, որովհետև խանութում ցուրտ է լինում։ Մի պա կանգնեցինք բենզին լցնենք, անցյալ շաբաթվա համեմատ մի քիչ բարձրացել է բենզինի գինը, անցյալ շաբաթ 1.46, այդպես 47 էր, հիմա 1.51 է։ Բենզին լցնենք ու գնանք։ Երեք այնքան հետաքրքիր բան եղավ կասայի մոտ, հաճախորդին կանչեցի հաջորդ, մոտեցավ, ես ժպտալով բարևեցի, ինքն էլ պատասխանեց, անունս կարդաց բաջի վրա, Սվետլանա ասում է, անգլերենով հարցում է, ռուս եք, ասում եմ չէ, ռուս չեմ, ասում է, բա որ երկրից եք, ասեցի Հայաստանից եմ, այսպես մի պա իրար նայեցինք, ինքը ոչ մի բան չասեց, հետո ես հարցրի, ասում եմ, բա դուք որ երկրից եք, ասում է, Ադրբեջանից, կիներ, մի 30 տարեկան կիներ, այդպես ասում է, մի ձևի եղանք, անկեղծ ասած, երկուս էլ մի ձևի եղանք, ինձ թվում էր, որ ադրբեջանցիա պետք է դանակը կամ կացինը հանի ու հարցակվի իմ վրա, վերջը
Հարցրի ուսանող ես այստեղ, ասեց, չէ, ասեց, ամուսնացել եմ, եկել եմ, ասում է, իսկ դու այստեղ ես ծնվել, ասի, չէ, ասի, ես մի 8 տարի արդեն այստեղ եմ ապրում, այդպես շփտալով բան խոսացինք, հետո մի երկու բառ ռուսերենով խոսած, վերջում էլ շատ շնորհ, ասեց, շատ հաճելի էր, ես էլ ասի նմանապես ու գնաց, այդպիսի պատմություն եղավ երեկ։ Արտակարգ դեպք կա երևի, ես արդեն 3-4 շտապ օգնության մեքենաներն են անցնում ու հետաքրքիր է, որ մեքենաները քաշում են աջ, բոլորը աջ են քաշում, ձախ են քաշում ու ճանապարհ լավ բացում են շտապ օգնության համար։ Ճանապարհով ենք գնում, սուրճը լավ է վերցրել եմ, որ խմեմ, 120 արագությամբ գնում ենք։ Գերմանիայից ունեմ, չէ, բաժանորդներ, այնտեղ արագընթաց ճանապարհի վրա սահմանափակել կա, չէ, այստեղ ամենաշատը 120 է, չէ, մաքսիմում 120, այստեղ մաքսիմում 120, ավել չկա։ Afslaan, dan links aanhouden. Այստեղ առանց համբերության չի լինի, ասում ենք նայում եմ ավտոբուսների կանգառներում մարդիկ սպասում են, համբերատար սպասում են, հերթերի մեջ մարդիկ համբերատար սպասում են, առանց տրտնջալու, առանց որևէ դժգոհության, առանց համբերության անհնար է։ Անդադ խցանումներ են, էսա, այստեղ էլ աշխատանքներ են անում, վերանորոգում են,
ամբողջ ճանապարհն այդպես էս ինչ մտել ենք կենտ, այսպես խցանումներ են։ Ամենաթանկ արագընթաց ճանապարհների վրա է բենզինը, բայց ամենտեղ տատանվում է, էլի պետք է լավ նայել, որովհետև ահագին մեծ տարբերություն լինում է, էլի գների մեջ։ Նայեք ամբողջ փողոցը քանդած է, թե ինչ կան կտևի, Աստված գիտի։ Միտեղ գրած կլինեն իհարկե ինչ կան կտևի, բայց չի երևում։ Գենտում տների գները դե շատ բարձր են, Վարշավ տների գները, բայց երեք մի հատ ուկրաինացի աղջիկա հետներս աշխատում, ասեց բանի մոտ եմ ապրում, այս մեծ կայարանը, որ ես գալիս հիշում եմ գործի գալու օրերին Սինտ Պիտերսի, ասեց դրա մոտ եմ ապրում, տրամվայով գալիս է ու ասեց մի 2 րոպեվա ճանապարհ է, քայլում եմ։ Ասես ինչ լավ տեղ ես ապրում, ինչ արժի տունը, ասեց 2 սենյականոց է, այսինքն 2 սենյականոց նկատի ունի 2 հատ ննջարան, 850 եվրո շատ լավ գին է։ Իդեպ իմ ընկերուհին պատմում է, ասում է, բանը, իրանք էլի եմ ասել մի անգամ, որ երկրորդ տունը գնեցին, Վարշավ տվեցին, սկզբնական գինը վարձի է, բայց շատ են էլ ննջարանները, 5 հատ ննջարան կա, մեծ տունը, ասեց 1250-ով տվել էին սկզբում, բայց պայմանագիր այնպես էին կապել, որ ամեն տարի 50 եվրո բարձրացնում են։ Այն օրը հարցնում եմ, ասում եմ, հա, բարձրացնում եք գինը, ասում է, հա, ամեն տարի, ասում է, 50 եվրո գինը բարձրանալու է։ Հիմա արդեն ոնց որ 1350 էր դարել, ասում եմ, բա չեն դժգոհում, ասում է, չէ, պայմանագրով է ու իրանք գիտեն, որ այդ գնով չեն էլ կարա այդքան մեծ տուն գտնեն, մեծ ընտանիք են, ուրիշ ազգ են, էլի ասես մեծ ընտանիք են։ Այնպես որ այդպիսի պայմանագիր էլ կա, որ ամեն տարի գինը բարձրանում, այսինքն պայմանագիր կապելուց պետք է նայվի ինչ ա գրած։ Պայմանագիրը մենք դե բանկերում էլ չէ, մեր սովոր չէինք, որ պայմանագրերը կարդայինք, տալիս են արագ ստորագրում ենք ու վերջացնում ենք, կամ էլ արագ մենակ նայում էինք գումարի չափն ու տոկոսը, բայց ընդհանրապես պայմանագրերը, թե տան, թե ցանկացած պայմանագիր, այդ թվում նաև աշխատանքային պայմանագիրը պարտադիր պետք է կարդալ, որովհետև անգամ կարող է, եթե խոշոր տառերով գրածը կարդաս, կարող է տակը փոքր տառերով բան գրած լինի, որ ուշադրություն չդարձնես, բայց պարզվի, որ դա էլ էր կարևոր, ոնց որ այդպես պատահել էր, այդ ներքևում պայմանագրի մանր տառերով գրած էր եղել, որ խանութի աշխատելու պայմանագիր էր, սուպերմարկետի, որ պետքա իրանք մաքրեն, զուգարան բան լրիվ իրանք պետքա մաքրեն, բայց ասենք աշխատողը, որ գնում էր աշխատելու, չէր մտածել, որ պետքա ինքը մաքրի այնտեղ էլ, ասենք զուգարան բանն էլ պետքա իրանք մաքրեն։ Հասանք ժողովուրդ ջան, իջնենք, տեսնենք ներսում ինչ կան կկարողանամ կնկարեմ։ Մի հատ համբուրսն է։ Ինչ այստեղ բանջարեղենը թանկ է։ Սալորը կիլոն 5 եվրո, կարմիրը 5 է, սա 5 եվրո է, դեղինը ավելի թանկ 5.50 կիլոն, նեկտարինը կիլոն 5.50, նուրը կիլոն 7 եվրո, կիվին կիլոն 3.90, ավոկադոն մի հատ է 2 եվրո, բանանը 1.70։ Խաղողը կիլոն 6 եվրո արժի, կարմիրը 5 եվրո արժի, այստեղ մանդարինը կիլոն 2.50 էժան այս մեկը, նարինջը կիլոն արժի 1.80, կիտրոնը մի հատ է 2 եվրո, լավ խոշոր է, բայց շատ ունենք։ Այս վարունգը 55 ցենտ է, բայց լավը չի։ Այստեղ նայենք, այս մեկը արժի 2 եվրո կիլոն, այս մեկը 4 եվրո։
Սագի միս Լեհաստանից։ Այս կին չկա գրած։ Հա, այստեղ ներքևն է սա 40 եվրո։ Կիլոն արժի 8.33։ Լավ մեծ է, այսքանը։ Հա, համարյա 5 կիլո, 4.800։ Տարբեր խինգալիների տեսակ, խինգալի, պիլմենի, տարբեր գներ են, կիլոն մոտարապես 6 եվրոից սկսվում է, մի տեսակից ենք մի անգամ չէ, մի տեսակից ենք, միշտ մի տեսակից ենք առել, բայց ոչինչ այդպես, կիլոն 6, 7, այսպես, տարբեր տեսակի, դե որ ժամանակ լինում է, ես հաճույքով պատրաստում եմ։ Այս կալիքը, նայք, ես մեկտեմ ինչքան մանր է։ Կիլոն 12 եվրո։ Ես մեկը կավկասկի։ Կիլոն 8 եվրո։ Այսքան բազմազան, բազմատեսակ, այս մեկը ուկրաինական է կիլոն 7.70։ Այստեղ երշիկեղեն բանը համտեսի համար դրած, այս աշուտը համտեսում է, շուտլը համտեսի տեսնենք համով է, մասնագետը երշիկի աշուտն է, ոնց է։ Very cheap. Ահա, այս տեսակները Այդ ոնց է։ Ավելի լավ է։ Այստեղ ռուսական երշիկեղեն է, բայց դեռ Ռուսաստանում չի սարքվում, սրանք այստեղ կարծեմ Գերմանիայում են պատրաստում։ Տարբեր երշիկեղեն։ Գները բարձր են, ասեմ, ահագին բարձր են գները, այստեղ դոկտորսկի կիլոն 9.90, 10 եվրո, ընդհանուր բարձր են գները, հիմա որպեսզի բոլորի գները չասեմ, ընդհանուր բարձր են, այստեղ նրբ երշիկները կիլոն 10 եվրո, 12 եվրո, 11 եվրո, այս տեսակի երշիկները 15 եվրո կիլոն, այսպես մեծ ընտրություն, դժվար ընտրություն։ Ուսում եմ գները ցույց տամ այստեղ, մաղադանոսը 1.50, համեմը 1.30, սամիթը 1.70, այստեղ շատ բարձր են գները։ Այս կարմիր բողկը 1 եվրո, սոխն էլ 1 եվրո։ Կարտոֆիլը սա 2 եվրո, այս մեկը սա 2 եվրո կիլոն։ Այստեղ ձկների պահածոներն են, տարբեր տեսակի, տարբեր գների, 1 եվրոից սկսվում են, մինչև 3, անգամ 5, 6, 7, նայած։ Այս կողմում լոլիկի մարինադներն են, սրանք էլ են տարբեր գների, օրինակ սա 7.50 արժի, այս մեկը մայասիմյան 6 եվրո, տարբեր գներ են, այստեղ վարունգն ու լոլիկը միասին 5 եվրո,
Մենք վարունգ ենք ուզում վերցնենք, տեսնենք ինչ տեսակ ենք վերցնելու։ Այստեղ հայկական մենակ այս խավիարներից կան, ոնց որ սեղչել են 3:49։ Ու այս կողմում հայկական վրացական, էլի դդմիկե խավիար։ Սա 5 եվրո արժի, ուրիշ բան չկա հայկական։ Այս կողմում սնկերի մարինատներն են, 5 եվրո, 4 եվրո։ Այստեղ կատնաշորի տեսակները, կիլոն 10 և 10.55, այս մեկը կիլոն էլի համարյա 10, բարձր են գները շատ։ Այստեղ կիլոն 9 եվրո, այս տեսակը։ Շոկոլադները 11 եվրո, 12, 15 եվրո, 11, տարբեր, այսպես տարբեր գներ են, 11.90, կովիկը 9 եվրո կիլոն, դուրս եկանք ռուսական խանութում գները, այսպես բանի, ինչ արագություն ասեմ, ինչքան բարձր արագություն ասես, դրանով բարձրանում են, հրթիռաձև բարձրանում են, շատ թանկացրել են ամեն ինչը, ամեն գալուց ավելի թանկ ու թանկ է այստեղ, շատ բարձր են գները։ Սարմանալիորեն ազատ է տեղերը, դե ուրբաթ է դրա համար։ Մենք ենք մի մեքենա էլ այս կողմում։ Ամեն դեպքում այնքան հաճելի է այս խանութում, միջավայրը, որ ռուսերեն են խոսում, մեզ ծանոթ է, դե չէ, սովետական միության մեջ ենք ծնվել, մեծացել։ Հարասատ է, էլի, չգիտեմ։ Ինչքան էլ հիմա բան ենք անում, կախված էս քաղաքական բաներից, Ռուսաստանի իշխանության դիրքորոշումից մեր երկրի հանդեպ քննադատում ենք, բայց դե ժողովուրդը մի ձևի, չգիտեմ, սրտամոտ է։ Քաղցր հուշեր են արթնանում, չգիտեմ, այսպես ոնց որ նոստալգիա առաջանա, էլի։ Դե երևի կապված է նրա հետ, որ մեր անցյալն է, մեր մանկությունն է, իսկ մեր անցյալում մեր մանկության մեջ մեր ծնողներն են։ Ամեն դեպքում միշտ այսպես հուշեր են արթնանում, որ գալիս ենք ռուսական խանութ։ Ահագին գնումներ արեցին, կամ էլ կարող ահագին չէր, ուղղակի գումարներ բարձր, ամեն դեպքում տանը ցույց կտամ, բաներ կա հենց ռուսական խանութից, ասենք, ուզում ենք այստեղից վերցնենք, էլի։ Եթե մոտիկ ռուսական խանութ լիներ, օրինակ մեր քաղաքում, սիրով կուզեի աշխատեիս միջավայրում, ռուսների հետ, էլի։ Մի ժամանակ ահագին լավ ռուսերեն էի խոսում, հիմա որ չեմ խոսում, ահագին հետ է գնացել, որ ուկրաինացի կոլեգայիս հետ ռուսերեն եմ խոսում, բառերը չեն հերիքում, մտածում եմ, որ հիշեմ, խառնում եմ արդեն հոլանդերեն բառեր են գալիս։ Ահագին լավ կարողանում էի խոսալ, հիմա այդքան չէ։ Դե լեզուն էլ շփումով է, չէ՞ լավ անում։ Եթե ուզում ես որևէ լեզվով լավ խոսաս, պետք է ապրես լեզվակիր երկրում։ Ահագին շոկ է մեքենայի մեջ, դուրը ծածկում եմ, շոկ է, սպասում եմ Աշոտը ծխի, առևտուրը տեղավորեց, հիմա էլ ծխի, գա գնանք։
այնտեղ ռուսներն ու ուկրաինացիները իրար հետ կռվում էին, այստեղ ուկրաինացիները ռուսական խանութից առևտուր են անում։ Կարելի է գնալ տուն հանգստանալ ու գնալ մարզվելու։ Ինչ ասեց Իրաշուտ։ Բան չասեց, ուրեմն պետք է գնանք մարզվենք։ Գրել եք ձեր մոտ էլ կան էս մարզասարքերից դուրսը դրված, բայց ալարում եք մարզվեք։ Afslaan, dan rechts afslaan. Դժվար է սկիզբն ալգնան։ Լսում եք, դժվարը սկիզբն է, որ գնաք արդեն հավես կանեք կգնաք։ Պետք է մոտիվացիա լինի, իսկ մոտիվացիան էլ կարա լինի այն, որ ուզում եք առողջ լինեք, առողջ ու գեղեցիկ, իսկ առողջ լինել, առողջությունը արդեն գեղեցկություն է։ Պետք է նպատակ դնեք, ամառ է գալիս, ավելի գեղեցիկ մարմին ունենալ, ավելի ֆիզիկապես լավ զգալ ու գնաք մարզվեք։ Հավատացեք, դժվարը սկիզբն է։ Եթե գնաք սկսեք, արդեն ոնց որ արդեն դառնա պարտականություն, սովորություն, անպայման արդեն շարունակում եք, մեր մոտ այդպես է։ Դժվարը սկիզբն էր։ Հիմա արդեն շատ հաճույքով գնում մարզվում ենք։ Այսօր առավոտ օրինակ ժամը 7-ին հարթնացա, ուզում էի շուտ տեղից վեր կենայի, մտածեցի գնամ այգուն քայլեմ, արագ քայլել, 10,000 քայլ անեմ, հետո Աշոտը քնած էր։ Մտածեցի հիմա որ գնամ Աշոտի հետ էլ չեմ գնա մարզվելու։ Դրա համար ասի լավ մի քիչ էլ քնեմ։ Քնեցի, հետո մի ժամ կես էլ քնեցի, նոր արթնացա։ Դրա համար բայց ասեմ որ ճիշտ է առավոտ որ արթնանում ես, հենց այդ ժամանակ տեղից վեր կենալն է։ Ես ուղղակի նախորդ օրը 3 աշխատել էի, հոգնած էի ուշի տուն եկել։ Թե չէ առավոտ արթնանում ես ու այդ ժամանակ տեղից վեր կենաս, ամենաճիշտը հենց այդ է, այդպես քեզ ավելի լավ ես զգում։ Քան թե եթե արթնանում ես, նորից քնում ես, հետո ոնց որ թուլացած լինես, չես ուզում տեղից վեր կենաս ու ընդհանրապես շուտ վեր կենալը շատ լավ է։ Իհարկե պետք է նորմալ քնել, 7-ից 8 ժամ անպայման պետք է քնել։ Իհարկե կախված օրգանիզմից տարբեր է, բայց շուտ քնել, շուտ արթնանալ նկատի ունեմ, եթե նորմալ քնել ես։ Այնքան երկար մեքենաների հերթա, որ այստեղ Գենտում հեծանվորդները շատ են, ամեն տեղ վարձով հեծանիվները դրած են ու շատ հեծանվորդներ կտեսնեք։ Links afslaan. Չգիտեմ ազերիս գույնը ոնց եք հավանում, ես այս կրոյդվատի ներքն է, որ առել է ձեզ ցույց տվեցի, 2 հատ էլ վերցրելի, բայց անկեղծ ասած փոշմանել է, որ 2 հատ եմ վերցրել, որովհետև ինձ շատ դուր չեկավ որակը։ Գույնը ոչինչ գուցե, բայց որակը այդպես դուրս չեկավ։ Դեմքի կրեմներն էլ էլի ձեզ ցույց եմ տվել, ցերեկային գիշերային կրոյդվատից որ գնել էի, դրանք էլ տեքստուրան շատ խիտ է, շատ, հատկապես գիշերայինը ոնց որ չկարողանամ տարածեմ դեմքի վրա, ցերեկայինը մի քիչ ոչինչ։ Գուցե արդյունքը լավ լինի, չգիտեմ, բայց ամեն դեպքում այդպես մի քիչ ոնց որ շատ խիտ լինի, էլի։ Կարող է դա ավելի լավ է, բայց ամառվա համար կարծում եմ շատ խիտ է, այդքան բան չի։ Չգիտեմ, ես այդքան մասնագետ չեմ, բայց ամեն դեպքում կարևորը արդյունքը լավ լինի, բայց դե մենակ այդպես արտաքինից խոնավություն հաղորդելով լավ չի, էլի։ Օգուտ չի տա, պետք է շատ հեղուկներ օգտագործել, ես օգտագործում եմ։ Գոնե 2 լիտր խմում եմ օրական։ Հուսամ դուք էլ եք խմում, բայց միանգամից չի կարելի խմել, էլի քիչ-քիչ պետք է խմել։ Այսպես առանց ջրի ոչ միտեղ չեմ գնում, հիմա փոքր շիշեմ հետս վերցրել, անպայման կում պետք է խմեմ։ Գենտը Երևանին է նման, բայց Երևանում երևի ավելի ծարաբեռնված է երթևեկությունը։ Բայց մի ձևի նման ասում եմ, չգիտեմ, սեպտեմբերին, որ Հայաստան եղանք Երևանում, մի ձևի նման ասում եմ Գենտը Երևանին։ Տեսնում եք ինչքան շատ են հեծանվորդները։ Ինձ հետաքրքիր է Հայաստանում բացի մեր վարչապետից ուրիշ հեծանիվ քշողներ կան, առանց սարկազմի եմ ասում, էլի ուղղակի հետաքրքիր է
հեծանիվ քշողներ շատ կան, հեծանվորդներ, թե չէ, որովհետև երբ որ Հայաստանում ենք 350 ճանապարհները հրաշալի էին, սարքած տեսանք, բայց հեծանվորդների համար առանձին բաներ չկային։ Դրա համար վստահ չեմ, որտեղ որ մենք ենք եղել, մենք մեր կողմերում ենք եղել, այնտեղ չեմ տեսել հեծանվորդ։ Հետաքրքիր է, ասենք, թե Երևանում, թե մյուս քաղաքներում, գյուղերում հեծանիվ վարում են, թե չէ։ Գրեք իմանանք, ժողովուրդ ջան, հետաքրքիր է։ Թե չեմ սխալվում, Գերմանիայում հեծանվորդները սաղավարտներ են, չէ՞ դնում։ Նայում եք Գերմանիայից, այդպես է, սաղավարտը ինչ է դնում Գերմանիայում, այստեղ պարտադիր չի չեն էլ դնում։ Կարող ես ցանկության, եթե ուզենան, այդպես չեմ էլ տեսնում, որ հեծանվորդները դնեն։ Այս մեկը, որ հիմա ցույց եմ տալիս, երկրորդ ձեռք խանութ է, օգտագործած թե կահույք, թե ամեն ինչ, այնքան շատ կան երկրորդ ձեռք խանութներ, օգտագործած բաների, հագուստների, կահույք, ամանեղեն, ինչ պատահի։ Մտել ենք մի երկու անգամ, որ նոր եկել ենք, պետքա ոչ բան չունենք, պետքա ինչ-որ բաներ էլի գնենք, պահարաներ կամ բազմոցեր կամ մահճակալ բան, մտանք, ասեցինք նայենք այս երկրորդ ձեռք խանութները, շատ հին էին, շատ հոտնել ինքան տհաճ, որ մտնում ես այս խանութները, ահա որ տհաճ խոնավության մոտ է գալիս։ Կա որ իրանք առաքում են, եթե ինչ-որ բաներ ես գնում իրանց մոտից, այդ խոշոր ապրանքներ, կահույք բան, իրանք էլ առաքում են։ Բայց մարդիկ շատ են օգտվում, հենց բելգիացիներն էլ շատ են օգտվում, ամանեղեն, բան, տեսել եմ էլի, որ մտնում են, նայում են, առնում են։ Այն նոր եկած ժամանակ մենք չգիտենք, դե ոչ խանութները գիտենք, որտեղ ինչ կա, բան։ Այն ժամանակ հայրից խորհուրդ տվեցին, անգամ մեզ տարան, ցույց տվեցին, մտանք, նայեցինք, հետո նոր արդեն իմացանք, որ երևի ամենաէժան ամանեղենը IKEA-ում է, համ սիրուն, համ էժան։ Ակցիոնում էլի շատ էժան է։ Ու նոր է։ Նոր ու էժան, իհարկե, դե ամանեղենը ցանկալի է, գերադասելի է միշտ նորը։ Ամեն ինչն էլ ցանկալի է նորը գնել, բայց ասենք կահույքը կարելի է երկրորդ ձեռ, եթե բանա դնում են, մեր հարևանները դրել էին մի քանի օր առաջ, շատ անճաշակ կահույք էր, բայց տարան։ Մենք էլ մեր հեծանիվ ունեինք տանը, որ շատ հազվադեպ էինք օգտագործում, կարելի ասել չէինք օգտագործում, որովհետև օրինակ ես հեծանվով այդպես ծունկս ցավում էր, որ հեծանիվ էի քշում։ Տանը դե որ դրսում ենք սպորտ անում, արդեն այդ ավելորդ տեղ էր զբաղեցնում, բայց երկրորդ ձեռք էինք գնել էլի 30 եվրո կամ 30 կամ 40 եվրո էր։ Մենք էլ դուրս դրեցինք, տարել էին։ Դե վրան գրում ենք նվեր, տանում ենք գրատիս։ Կարմիր լույսի ժամանակ էս տղան այստեղ բան անում, փող աշխատում, շուտ ունես դե մի եվրո դուրս տամ։ Hello. Dank u wel. Բարեգործություն։ Մեկ պետք է անել։ Ես անում եմ մեկ։ Դե իմ ճանապարհին շատ են, չէ՞, մուրացկաններ նստում, բայց ես տեսում եմ այն աֆերիստ մուրացկաններն են, չեմ տալիս։ Հատուկ փող աշխատելու եկել։ Հա, իրոք էլի որ տեսնում եմ հատուկ բանի համար են։ Այն որ ընտանիքներով գալիս նստում են այնտեղ, իրիկուններն են։ Rechts aanhouden. Տեղաշորով բանով գալիս պարկում են այնտեղ։ Բայց որ տեսում եմ իրոք մուրացկանը տալիս են։ Rechts Շատ չէ իհարկե, հիմա այս տղային մի եվրո տվեցի, բայց meter links aanhouden. նրանց շատ չեմ տալիս, կարող է մի 10, 20, 50 ցենտ տամ, բայց հաճախակի չեմ անում, մեկ շատ։ Որովհետև հատկապես երբ որ երիտասարդներն եմ տեսնում, չէ՞ մուրացկանություն են անում, ես ուղղակի ներվերից չի հերիքում, էլի։ Գնացեք աշխատեք, ասենք ով պետք է աշխատի իրանց փող տա, էլ։ Տեսնում ես երաժիշտան նստած նվագում է, հոյակապ նվագում է, կամ հոյակապ երգում է, ու փող է հավաքում, բա չտաս։
2 ամիս առաջ էր, ցուրտ էր։ Աշխատում էի, մի հատ մարդ մոտեցավ, քաղաքապետարանի աշխատող չէր, էլի քաղաքապետարանի բան էր, այդ հատուկ ժիլետներ ունեն, վերևները հագնում են, իմանում ենք, որ համայնքի համար են էլի աշխատում։ Մոտեցավ տղամարդկանց ձեռնոցների տեղն էր հարցնում։ Տարածույց տվեցի, ասի, այս տեսակն ամենակ ուրիշ չկա, ասեց ոչինչ, ասեց դրսում մի հատ մուրացկան կա, իր համար եմ ուզում առնեմ։ Արավ տարավ, հաս ձեռնոցներ էին։ Շատ ճարպիկ մուրացկանները հենց կախի գումարով են աշխատում, հավաքում են, հետո գնում ոսկի բան են առնում։ Տեսնողներն են էլի ասում, ովքեր որ տեսել են ոսկի խանութում, ոսկի գնելուց։ Links afslaan, dan rechts afslaan.